Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ ունեցել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն, եւ դա հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանում երկքաղաքացիությունն արգելված էր։ ՖԻՊԷ-ի տրամադրության տակ կան բացառիկ փաստաթղթեր, որոնց ուսումնասիրությունից նոր հարցեր են առաջանում Սամվել Կարապետյանի քաղաքացիության վերաբերյալ։ Ըստ այդ փաստաթղթերի Սամվել Կարապետյանը 93 թվականի մայիսին արդեն սկսել է ռուսական քաղաքացիություն ձևակերպելու գործընթացը։ Կալուգայի շրջանի տվյալների բազայում կա գրառում, որտեղ նշված է ընդունել է ՌԴ քաղաքացիություն։ Այդ նույն տարում նրան տրվել է նաև արտասահմանյան անձնագիր։ 1998 թվականին Սամվել Կարապետյանը ստանում է նաև ՌԴ ներքին անձնագիր, խորհրդային անձնագրի փոխանակման հիմքով։ Սա նշանակում է, որ այդ պահին նա արդեն պաշտոնապես փաստաթղթավորված էր որպես Ռուսաստանի քաղաքացի։ Բայց այստեղ առաջանում է հիմնական հարցը։ 1995 թվականի Հայաստանի սահմանադրությունը պնդում էր, Հայաստանի քաղաքացին չի կարող միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի։ Այս արգելքը գործել է մինչև 2005 թվականը։ Այսինքն ՖԻՊԷ-ի ուսումնասիրած փաստաթղթերի համաձայն Սամվել Կարապետյանի կարգավիճակը 95-ից 2005 թվականներին հակասում էր այն ժամանակվա ՀՀ սահմանադրությանը։ Ստացվում է, Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ խախտել է Հայաստանի սահմանադրությունը։